թույլ տվեք սկսեմ պատգամը։ Պատգամը տարօրինակ վերնագիր է կրում, բայց ես այստեղ եմ այս վերնագրի մասին խոսելու։ Պատգամը, որի մասին այսօր ես որոշել եմ հայրերի տոնի կապակցությամբ խոսել, ուզում եմ, որպեսզի դուք տեսնեք, ներեցեք էկրանի վրա։ Պատգամի վերնագիրը հետևյալն է. ես որդի եմ, ոչ թե մարդ։ Ես որդի եմ, ոչ թե մարդ։ Ես այս պատգամի վերնագիրը վերցրել եմ Սաղմոս 22-ից, սա ամենատարօրինակ, ամենաանհասկանալի շատերի համարն է, այսինքն ինչու է այստեղ, նախ բոլորը գիտեն, որ սա Դավիթի խոսքերը չի, թեկուզ Սաղմոսը գրել է Դավիթը, բայց այստեղ բոլորը գիտեն, որ այս խոսքերը վերաբերվում է ինչ-որ մեկին, ես որդի եմ եւ ոչ թե մարդ։ Սա տարօրինակ է, համաձայն եք, ինչ-որ մեկը իրան նվաստացրել է այն աստիճան, որ իրան անվանել է որդի։ Ինչ-որ մեկը թույլ է տվել իր արժանապատվությունը իջնի մինչև զրոյական աստիճանի իրան անվանելով որդի, ինչը դու երբեք թույլ չես տա, չէ՞, դու թույլ չես տա, եւ այսպիսով։ Եվ վերջապես մենք երկու կարևոր զուգահեռներ ենք այսօր տանելու այս պատգամի ժամանակ, տարբեր զուգահեռներ են, բայց զուգահեռներ են իրանք, տարբեր նմանություններ ենք անելու, բայց զուգահեռներ են, եւ վերջապես ես ուզում եմ այսօր խոսել այն մեկի մասին, ում մենք հայր ենք կոչում։ Գիտեք, ասում են, որ կնոջ գլուխը ամուսինն է, լսել եք այդպիսի արտահայտություն, դա Բիբլիան է ասում, ով է լսե կանայք չեն լսել, այսօր լսեք, այդի լծվեք, որ կնոջ գլուխը ամուսինն է, սա չէիր իմանում, մի հատ էլ եմ ուզում ասեմ, լսեցիր, ովքեր լսեցին կարող են ձեր բարձացնել, հիմա բոլորը լսեցին, որ կնոջ գլուխը ամուսինն է, սակայն այստեղ թույլ տվեք ասել մի կարևոր բան, ամուսնու գլուխն էլ Բիբլիան ասում է, Քրիստոսն է, սա շատ կարևոր հայտարարություն է, որովհետև եթե ամուսինը համարվում է տան գլուխ եւ նրա գլուխն է Քրիստոսը, ապա ես կարող եմ երևակայել, ինձ թույլ տալ մտածել հետեւյալը, որ գլուխը, որը միացած է վերևի, Քրիստոս հոր, Աստծո հետ, որը իրան համարում է հայր, պիտի այդ գլուխը տեղից էլ սնվի։ Համաձայն եք։ Դու ինչին քնեք տեսողը դրանից է սնվում ես։ Բայց դա ամենամեծ հարցը նրանումն է, արդյոք Կարա կնոջ գլուխը լինի ամուսինը, արդյոք ամուսնու գլուխը Քրիստոսն է, այստեղ է խնդիրը, որովհետև հավատացեք, եթե լինի Քրիստոսը ամուսնու գլուխը, տան մեջ երբեք չի լինի կարմիր աչքեր, լաց, կռիվ, վիճաբանություն, որովհետև տան մեջ կա քահանա, ով սնվում է իր գլխից։ Ես կարողացա բացատրեմ, չեմ կարող կոնկրետ ասել, բայց հաստատ հիշում եմ, շաբաթներ առաջ, երբ մենք բարձրանում էինք Սարը աղոթելու, ինձ Մարիամ քույրը մոտեցավ եւ Աստվածաշունչը բացեց եւ ասեց. այստեղ մի տարօրինակ Սաղմոս է գրված, որտեղ գրված է, թե ես որդի եմ եւ ոչ թե մարդ։ Անցան դրանից շաբաթներ, ես այս շաբաթ մեր մեդիա դաշտում ստացել եմ մի հատ նամակ, որտեղ խնդրել են, կհավատաք դա այս եկեղեցուց չէ, օտար երկրից, օտար ազգ, սա ինձ շատ է զարմացրել, և ես զգացել եմ, որ սա Տիրոջից նշան է, և ես սա պիտի անեմ, ասաց խնդրում եմ, փաստորեն իրանք մեր յութուբյան ալիքից լսում են մեր պատգամները, թարգմանություններով, սուբտիտրները միացրած են, լսում են և ասում է, ես խնդրում եմ ձեզ մի բան, ես չեմ ուզում, որ դուք ասեք սա ինչ է նշանակում, ես խնդրում եմ տվեք մանրակրկիտ բացատրություն, գիտեք այնպիսի տպավորությունը, որ ես հրաման ստացա, տվեք մանրակրկիտ բացատրություն, սա ում մասին է, ես որդի եմ և ոչ թե մարդ, ուզում եմ ասեմ, որ մենք հիմա կարդալու ենք այս Սաղմոսը և ես ավելին քան հավատում եմ, այն երբեք քո կյանքից չի մաքրվի։ Նախ այս արտահայտությունն էլ չես մոռանա, նախ նկարը, որը սարքված է շատ ազդեցիկ, դա չես մոռանա, բայց եք միասին նայենք Սաղմոս 22-ը, և ես երկու համար եմ կարդալու, և ես երկու համարը ապացուցելու եմ, որ սա խոսում է Տեր Հիսուսը ձեզ հետ։ Աստված իմ, ինչու թողեցիր ինձ, հեռու ես իմ փրկությունից և իմ հառաչանքի խոսքերից, նման արտահայտություն որտեղ եք լսել, որ արվել է։ Հիսուսն ասաց, էլի, լա սաբաթքանի, այսինքն Աստված իմ, ինչու ինձ թողեցիր, այո,
Դրանք անդրադառնանք մի փոքր ավելի ուշ, իսկ հիմա նայենք 22-ի 6-ը։ Իսկ ես որդի եմ եւ չէ թե մարդ, մարդկանց նախատիկ եւ ժողովրդի անարգանք։ Այսինքն ես որդի եմ, որ մարդկանց համար անարգանք եմ, նախատիկ եմ, ես ով եմ։ Ես ուզում եմ որ իմանաք, որ այսօր այստեղից այս որդի պատմության երկու տարբեր բացատրությունները տարբեր մակարդակներում դուք լսելու եք եւ լինելու եք խիստ օրհնված։ Իսկ այժմ ես ուզում եմ ասել հետեւյալը։ Եկեք էկրանին նայենք, մի հատ ծանոթանանք այս որդի տեսակի հետ։ Հետո նոր խոսենք որդի մասին։ Լավ, արի ծանոթանանք որդի մասին։ Ինչ որդի մասին է ստե խոսքը։ Եբրայերեն բնօրինակ տեքստում ворդ բառը եբրայերենում թարգմանվում է ինչպես թոլաատ, որը հատկապես վերաբերվում է կարմիր որդին։ Հաճախ դրան անվանում են նաև կերմեսի ворդ։ Այսքանը լսեցինք, կերմեսի ворդ։ Ուզում եմ հաջորդը նայես։ Լսել եք Հայաստանում, որ ասել են որդան կարմիր։ Լսել եք, որդան կարմիրը այս նույն կերմեսի որդն է։ Ուրեմն որդան կարմիրը եզակի գունանյութ պարունակող ворդ է, որը արդյունահանվում է Հայաստանում Արարատյան էգ կերմեսի որդից։ Այսքանը պարզեր Արարատյան դաշտում այս որդը կա։ Գիտեք, ես մի հատ հիացմունք տեսա ձեր դեմքին, որ մեզ մոտ այդ որդից կա։ Դուք շատ հայկական եք, մալադեց։ Բոլորդ ուրախացաք, ուռա, որ ես որդից մեր մոտ էլ կա։ Հալելույա։ Իրականում փառք Տիրոջը, որդան կարմիրը ամենտեղ չկա։ Դրան դուք բրգնդի բառն եք ասում։ Ինքը կրկնակի կարմիր գույնն է, չէ՞, մուգ։ Այո, որդի անունն է տենց, բայց կարմիրին կրկնակի, այա, դուք տենց ինչ-որ մի հատ անուն եք տալիս։ Այո, շատ լավ։ Էսի պարզեցինք։ Հիմա, քանի որ մենք խոսում ենք Սաղմոս 22:6 խոսքի մասին, թե ես որդի եմ ոչ թե մարդ, ապա ես ուզում եմ, որպեսզի մենք նայենք առաջի հերթին այս որդի պատմությունը, որին ասացինք, թե նրան ասում են տոլատ, կամ էլ ասում են կերմեսի ворդ, կամ էլ ասում են որդան կարմիր։ Ուզում եմ, որ դու իր պատմությունը լսես։ Նախ այս որդը իր կյանքում ընդամենը մեկ անգամ է ձվադրում անում եւ էլ երբեք չի անում։ Ինչու դրա համար կա պատճառ։ Նա բարձրանում է ծառը, ամուր կպչում է այդ ծառից իր թաթիկներով, երբ որ սկսվում է իր ձվադրման սեզոնը, ես խոսում եմ էգ որդի մասին, երբ ձվադրումը սկսվում է, ամուր թաթիկներով կպչում է հաստաբուն ծառի մի հատ կեղևից, այնպես ամուր, որ չես կարա նրան այդ ծառից պոկես, այո, եւ այդտեղ մնում է մինչեւ այդ ձաքերի դուրս գալու ժամանակը։ Ուզում եմ լսես հետեւյալը, որ նա ծառը բարձրացրավ ինքնակամ։ Նրան ոչ մեկ չասեց բարձացի ծառը, բարձրանում է ինքնակամ, մնում է այդտեղ մինչև այն օրը, երբ ձաքերը դուրս են գալի։ Ու լսիր հետաքրքիրը, երբ ձաքերը դուրս են գալիս, նա վերցնում է իր մարմնով, քանի որ կպել է ծառին եւ ձաքերը հենց իր փորի տակն են պաշտպանում, գիտեք ինչ է եղնում, ձաքերը սկսում են մորը ուտել։ 3 օր ձաքերը ուտում են իր մորը, 3 օր հետո ձաքերը մորտակից դուրս են գալիս, մայրն արդեն մահացած է, բայց ամենահետաքրքիրը այստեղ է, ուրեմն ծառը կարմիր ներկվում է, ձաքերը կարմիր ներկվում են, մայրը մահանում է, բայց գիտեք ինչի է վերածվում մայրը, սպիտակ բրդի։ Այս պատմությունն ինձ հիշեցնում է Եսայի 1:18-ը, որ ասում է. հիմա եկեք եւ վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես լինեն, ապա ձյունի պես կսպիտականան, եթե նրանք որդան կարմիրի պես լինեն, ինչ կլինի, ուրեմն ինչ բուրդ է ասում, ասրի պես սպիտակ պիտի դառնան, այսինքն բրդի պես։ Դուք այստեղ համեմատություն տեսաք։ Հալելույա։ Եթե ձեր մեղքերը
Կրկնակի կարմիրեն ինչը որ այդպես էր երբ մենք եկանք Հիսուսին, այո, ասма ուրեմն դրանք կարմիրի սպիտակի կվերածվեն, եթե որդան կարմիր, ասма եթե կերմեսի որդի գույնից էլ ունենան, ասма բրդի պես, ասրի պես, ասրը բուրդ է, ասրի պես ճերմակ կլինեն, երբ որդան կարմիրը, կերմեսի որդը մահանում է ծառի վրա 3 օր հետո ձակերը իրան ուտելուց հետո դուրս են գալիս ամեն մեկը գնում է իր ճանապարհով մայրը մահանում է բայց 3 օր հետո եթե հանդիպես իրան կտնաս ինքը ճերմակ բուրդի պես է դառը բուրդի մատերիալ եւ այս զուգահեռների մեջ ես անպայման չեմ կարող ուրիշ մի բան տեսնել եթե ոչ Տեր Հիսուսին այո եթե ոչ Տեր Հիսուսին նա ինքնական բարձացավ Խաչը դա փայտ էր, ներկեց իր արյունով փայտը, ներկեց իր արյունով մեզ, 3 օր հետո, 3 օր, նրա մահը կապված է ինչ-որ մի 3 օրվա հետ, գրված է երբ նա մեռավ նրան դրեցին գերեզման և 3 օր լուռ էր, ամեն ինչ լուռ էր, մի բան էր կատարվում, 3 օրվա մեջ վճարվում էր գինը, լսեք, գոյություն ունի վալյուտայի տեսակներ, եվրո, դոլար, ռուսական, հայկական, հազար ու մի տեսակի, սատանան դժողքը պահանջել էր մարդկության մեղքի համար ամենաթանկ վալյուտան և դա Քրիստոսի արյունն էր և նա ասաց երկնքին, եթե դու ուզում ես փրկել քո որդիներին և նրանց փրկագնել, ապա ինձ համար գոյություն ունի մեկ արժեք և դա քո որդու թանկագին արյունն է եթե դու այսօր այստեղ նստած ես որպես փրկված մարդ դա այդ արժեքավոր վալյուտան վճարվե որի անունն է Քրիստոսի արյուն ձեռք չմնա որ չծափահարի Հիսուսին ձեռք չմնա որ չծափահարի նրան ինչու որովհետև դու ոչ միայն այսօր այստեղ փրկված ես այլ հավիտենական հույսն էլ գրպանդ դրած ամեն գրպանդ դրած Հիսուսն ասաց ես որդի եմ ես մարդ չեմ ես նվաստացա ես ցածրացա ես կորցրեցի իմ արժանապատվությունը և թույլ տվեցի ամեն կա չէ սենց արտահայտություն ամեն արժող չարժող ամեն մեղավոր ոտք բարձրացրեց վրես ամեն մեղավոր ձեռք բարձրացրեց վրես ամեն մեղավոր թքեց ապտակեց ծաղրեց նախատեց ինձ նախատեց որովհետև ես դա թույլ տվեցի որ ինձ ուտեն թույլ տվեցի որ ծառը ներկվի որ այդ կարմիր գույնը տեսնի դժողքը ես թույլ տվեցի որ իմ արյունը հոսի իմ որդիների վրա հավատքով որովհետև ես նրանց ասեցի հավատքով փրկվում եք և Քրիստոսի արյունով մաքրվում շնորհքով փրկվում ենք և նրա արյունով լվացվում լսեք մենք կերել ենք Հիսուսին մենք կերել ենք այդ որդան կարմիրին, որ այսօր մաքրված ենք, որ այսօր մեր սրտում կա անսահման խաղաղություն, հավիտենական կյանքի մեր մեղքերի թողության վերաբերյալ, կա թե ոչ, ես կարող եմ լսել արձագանք, կա թե ես ունեմ վկայություն, եթե այսօր Տերը գա, ես հավատում եմ, ես նրա հետ եմ լինելու, ամեն, ես կերել եմ, այդ արյունը ճաշակել եմ ու ես տեսել եմ ինչպես այդ փրկագինը խաչի փայտի վրա արվեց, նա ինքնական բարձացավ խաչը, նրան ոչ մեկ չստիպեց, նա մնաց խաչի վրա այնքան, մինչև տվեց վերջին կաթիլը իր արյան, այո, ինչու եմ ես ասում, հայրը պիտի լինի զոհաբերող, ամեն, որովհետև եթե մենք ասում ենք, թե տղամարդու գլուխը Քրիստոսն է, ճիշտ ենք ասում, որովհետև այդպես Աստվածաշունչն է ասում և այդ գլուխը պիտի իմանա, ինչպիսի հայր է եղել Հիսուսը, նա իր կյանքը տվեց, նա իջավ այն աստիճանի ցածրացավ, որ իրան կոչեց ворդ, գիտեք որդը որտեղ է լինում, մարդկանց ոտքի տակ, ասեք որ որդը բոլոր տեսակի սողուններից, միջատներից ամենազզվելին է, նրանք կոխրճում են, նա միտեղ որ հայտնվում անմիջապես իրան, կոխրճում են, Հիսուսը թույլ տվեց, որ ամեն ոտ բարձրանա իր վրա, Հիսուսը թույլ տվեց, որ ամեն ձեռք բարձրանա իր վրա, որպեսզի դու այսօր լինես ազատի որդի, մենք կերանք նրան և երրորդ օրը ազատվեցինք բոլոր դատապարտությունից, ինչպես կերմեսի որդի ձագերը նրա տակից փախան և ամեն մեկը գնացին ապրելու իրանց կյանքը, բայց մայրը ծառի վրա
մի բան թողեց՝ զոհաբերություն։ Ինչպիսի համաձայնեք ինձ հետ, ինչպիսի փառահեղ մարգարեական ուրեմն պատկեր է մեզ ցույց տալիս Եսային ասելով Կերմեսի որդի մասին, եթե ձեր դուք նկատեցիք ինքը կրկնեց, եթե ձեր մեղքերը որդան կարմիրի պես է, կամ կրկնակի կարմիր է, ապա կլինի ձյան պես սպիտակ, Աստվածաշնչում դուք շատ կտեսնեք կարմիրի եւ սպիտակ գույների ուրեմն զուգահեռները, եւ այդ ամբողջը վերաբերվում է մեր մեղքերի եւ Քրիստոսի արյան գնի մասին, ամեն, փառք Հիսուսին։ Իրականում այս արարածի կյանքի ցիկլը կարծում եմ, համենայն դեպս կարծում եմ, վառ պատկեր ցույց տվեց մեզ Քրիստոսի կյանքի խաչելության եւ զոհաբերության մասին եւ 3 օր գերեզման 3 օրը կարևոր օր է։ Գիտեք, բժշկությունը նույնպես գտնում է, որ 72 ժամը մարդու կյանքում շատ որոշիչ ժամ է, որտեղ 72 ժամ հետո մարդու կյանքում, եթե մեկը ծանր հիվանդ է եւ 72 ժամը անցկացնում է, ասում են կրիտիկական պահը ավարտվեց։ Այո, 72 ժամը կարևոր էր։ Հովնանը գետի փորում մնաց 3 օր։ Հիսուսը սանդարամետ իջավ 3 օր։ Այո, այս Կերմեսի որդը ծառի վրա կպած մնաց 3 օր։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ որպեսզի մի բան նայենք։ Հիսուսը մարգարեաբար նկարագրել է իրեն որպես ворդ եւ ոչ թե մարդ։ Այս պատկերագրությունը ընդգծում են նրա նվաստացման, ես նոր ասացի, տառապանքի եւ խաչի վրա զոհաբերական մահվան խորը իմաստը, կասես այո։ Նրա նպատակը պարզ էր, նրա նպատակը հասկանալի էր բոլորիս համար։ Գիտեք, ես այսօր չեմ ուզում ավետարանչություն անել, ես չեմ մոռացել, որ այսօր հայրերի տոնն է եւ ես մի պահ ունեմ, եւ կխոսեմ նրանց հետ։ Բայց մինչև նրանց հետ խոսելու ուզում եմ խոսեմ մեր հոր մասին։ Նա վառ օրինակ է բոլորիս համար, ամեն։ Բայց մարդիկ, ովքեր չունեն այսօր հայր, միգուցե իրանց հայրը շատ լավն է եղել, բայց մահացել է, կամ ինչպիսին չունի հայր։ Ես գիտեք, 3 երբ որ աղոթում էի, ես շատ հոգնած էի 3, բայց ես կարողացել եմ ինձ հավաքել, որ եւ պատգամագրել եւ աղոթել, եւ աղոթքի ժամանակ ինձ մի բան է Տերը ասել, որ գամ այստեղ ասեմ։ Սա ես արել եմ իմ կյանքում, խորհուրդ կտամ դու քեզ անես, որովհետեւ ելի երբեք քո կյանքում հոր բացակայություն ինչքան ապրես չես զգա։ Ուղղակի այսօր երբ կկանգնենք աղոթելու, ընդունիր Աստծո հայրությունը, որովհետև նա քո համար այնպիսի հայրություն կանի, որ երկրավոր ոչ մի հայր այդպիսի հայրություն չի անի։ Լավ, բայց ես սրան մի քիչ հետո անդրադառնալու եմ։ Եկեք մի բան էլ նորից նայենք։ Հիսուսը կամավոր կերպով գամեց իրեն ծառին խաչին, մեր փրկությունը ապահովելու համար։ Երբ նա արունահոսում էր, նա տվեց իր կյանքը մեզ սնուցելու համար եւ նրա թափածարյունը ընդմիշտ լվանում է մեր մեղքերը, ինչպես կարմիր ներկանյութը թողնում է անջնջելի հետք։ Ասեք, որ երբ որ մարդը գնում է ռեստորան հաց ուտելու, ինչ թափի վրան, կարմիր բան չթափի։ Ալելույա։ Ով է թափում իր վրա։ Բոլորը ինչքան կուլտուրական եկեղեցի է մրցան։ Ես միշտ ամեն անգամ զարմանում եմ, էլ սուրբ, շոտ սուրբ, էլ կուլտուրական։ Օրինակ ես ուրդեղ գնում եմ վրաս թափում եմ։ Եթե ես վրաս չթափեմ, դիմացինի վրա եմ թափում։ Մենք Էները գնացինք հաց ուտելու, խեղճ դիմացինի վրա թափեցի։ Բայց ինչ որ է, ուզում եմ ասեմ, որ կարմիր գույնը մի քիչ անենց հետ կա թողում, սրա հետ շատ պետք է ընկնես, որ մաքրես, երբեմն կան կարմիրներ, որ այդպես էլ ոչ մի տեսակի նյութերի ազդեցությունից չեն մաքրվում։ Այո, Քրիստոսի արյունը որդան կարմիրի արյունի պես անջնջելի հետք է թողել մեր կյանքում, համաձայն եք։ Եվ ոչ մի բան չի կարող նրա փառահեղ արյունը մաքրել կամ ջնջել մեր կյանքից։ Հələ ասեմ ավելին, որ Եբրայացիս թղթում գրված է թե եթե Աբելի արյունը ազնիվ արյուն էր, անմեղ տղա էր Աբելը,
բայց գրված է Քրիստոսի արյունը ավելի աղեկ է, Աբելին էլ չի խոսում, բայց գրված է Քրիստոսի արյունը խոսում է, նա կենդանի է, նա ամեն օր քեզ պետք է, նա հոսում է, նա գործում է, ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Ես որդդ եմ եւ ոչ թե մարդ։ Եկեք այս արտահայտությունը մի հատ էլ նայենք։ Ես մարդ չեմ։ Որդը տեսանք, ես մարդ չեմ։ Այ արտահայտությունը մշակութային եւ մարգարեական իմաստը խաչելության ժամանակ Հիսուսը զրկվեց իր արժանապատվությունից, իր իրավունքներից եւ նույնիսկ իր որպես մարդ տեսքից Եսայի մարգարեն նշում է, թե ինչ անախորժելի է, ինչ դեմք ունեիր, որովհետև նրա դեմքը ոչ միայն այլայլված էր, այլ խառնված էր, ամբողջ կտրատված էր, ամբողջ մտրակահարված էր։ Ես ուզում եմ, որ դու նայես, սա քո որդան կարմիրն է։ Ես որդը, ես մարդ չեմ, ասաց Հիսուսը։ Իր անձը ցածրացրեց, որ ես ու դու բարձրանանք։ Իր անձը ինքնակամ խաչին գամեց, որ ես ու դու 3 օր հետո անմիջապես ճամփա գտնենք ու եթանք որպես ազատի որդիներ։ Եվ մեզանից ոչ մեկ չասեց, բա մենք կերանք իրան, բա մենք 3 օր կերանք իրան, բա մենք խաչեցինք իրեն, բա մենք կապցրեցինք իրան ամուր ծառին, որ իրան ուտենք, ինքը մեռնի ու մենք ապրենք։ Սա մենք արել ենք։ Այո, սա մենք արել ենք, բայց փառք Հիսուսին։ Գիտեք, մամաներ կան, որոնք կրծքով կերակրում են երեխաներին, ուշ կգնում արդեն գիշերը, երեխան այնքան է կերել, բայց մեկը չի պոկվում իր մամայից, ուզում է մաման քնի, չի կարողանում, դա զոհաբերող կյանք է, չի կարողանում քնի, որովհետև այդպես երեխու խաթր է, այդ 6 օրականի խաթրով այդ 7 օրականի, այդ մի ամսականի խաթրով ոնց որ երեխան ուզում է կերակրվի ու մաման թեկուզ տանջվում է, թեկուզ արդեն ուժասպառ է եղել, բայց անում ամեն բան, որ երեխան կերակրված լինի, նա ամուր կպչեց ծառից եւ մենք կերանք։ Ոնց կերանք։ Մեր մեղքը կերավ Հիսուսին։ Մեկը կասի, ես այնտեղ չեմ եղել։ Դա քեզ չի ազատում պատասխանատվությունից։ Իմ եւ քո մեղքը ներկա է եղել 2000 տարի առաջ Գողգոթայի խաչի վրա։ Այո, ուզում եմ այն արտահայտությունը, որ Հիսուսն արեց Սաղմոս 22-ի 1-ում, այդ նույն արտահայտությունը տնես Մատթեոս ավետարանում։ Եկեք նայենք։ Եվ ժամը 6-ը խավար եղավ, սա խաչելության պահն էր, եւ բոլոր երկրի վրա մինչև 9 ժամը։ Եվ ժամը 9-ի դեմ Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Էլի, Էլի, լամա սաբաթքանի, Էլի եբրայերեն նշանակում է Աստված։ Աստված իմ, ինչ, այսինքն Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Այնտեղ կանգնածներից ամենքն էլ, ոմանք էլ, որ լսեցին, ասում էին, թե Եսի Եղիային է կանչում։ Ինչու ինձ թողեցի։ Ես ուզում եմ քեզ հիշեցնել Սաղմոս 22-ի առաջին համարը հենց այսպես է սկսում։ Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Դրա համար ամփոփելով այս պատգամի այսքան մասը, ուզում եմ ասել, Սաղմոս 22-ը, եթե այսուհետև կկարդաս, իմանաս, առաջի խոսքից մինչև վերջ վերաբերվում է Քրիստոսի զոհաբերությանը։ Ես որդդ եմ եւ ոչ թե մարդ, դա ասեց նա իմ եւ քո համար, իրան նվաստացնելու, ինձ ու քեզ փրկելու համար։ Եվս մեկ անգամ տուր նրան բարձր ծափահարություն։ Ворդ բառը այստեղ նշանակում է ավելին, քան պարզապես վիրավորանք։ Եբրայերենում այն վերաբերվում էր թոլաթին, մենք կարդացինք, թոլաթ կարմիր որդին։ Հին ժամանակներում անգամ խորանի վարագույրները ներկում էին հենց այս որդան կարմիրի գույնով։ Ոչ մենակ խոսքը գնում է, թե ինչպիսի կյանք է ունեցել որդը, որը ես նոր պատմեցի, այլ այս որդան կարմիրը տաճարում, որտեղ Մովսեսը կառուցեց խորանը, այո, խորանի վարագույրները ներկված էին որդան կարմիրի ներկով։ Ու երբ որ Հիսուսը խաչի վրա մահացավ, տաճարի վարագույրները վերևից ներքև պատռվեցին, որովհետև պատռվելը կարմիր վարագույրների խոսում էր իմ արյունս թափվեց, իմ արյունը թափվեց վարագույրը բացելու, պատնեշը վերցնելու ձեր եւ Աստծո միջև։ Բայց ես ուզում եմ կամաց մոտենալ հայրերին։
Սիրելի եղբայրներս, ես նորություն կամ նոր բան ասած չեմ լինի ձեզ, եթե եւս մեկ անգամ կրկնեմ հետեւյալ արտահայտությունը, որ հոր դերը ընտանիքում դա զոհաբերողի դեր է։ Ես ուզում եմ մի երկու համար նայենք Աստվածաշնչից Քրիստոս որպես մեր հայր եւ որպես հոր օրինակ, որից հետո մենք կանցնենք ուրեմն ավելի մեկ ուրիշ տեղ, այո։ Հիսուսը չմահացավ պարզապես որպես խորհրդանիշ, նա համահացավ մեր փոխարեն, ամեն, նրան վերաբերվեցին որպես մարդուց ցածր մակարդակի մեկի, այսինքն տեսակ, որդի նման, նրան ծաղրեցին, մերկացրեցին եւ ջարդեցին, որպեսզի մեղավորները կարողանային ծածկվել, պաշտպանվել եւ մաքրվել։ Նա կպավ ծառին, նա ներկեց Գողգոթայի Երուսաղեմի ամենաբարձր սարի, քաչալ սարի Գողգոթայի վրա կանգնացած խաչափայտը, նա ներկեց, նա մեռավ, որպեսզի մենք նրա մահով կյանք ունենանք։ Ես միգուցե կոպիտ արտահայտվեցի, բայց ես ուզում եմ այդ նույն կոպիտ արտահայտությունը նորից անել։ Մենք կերանք Հիսուսին ու մենք ապրեցինք։ Ես ուզում եմ հարց տալ բոլոր նրանց, ովքեր կերել են Հիսուսին, դուք ապրում եք։ Դուք չեք ապրում ժամանակավոր, մի հատ նայեք ում հետ գործ ունեք, դուք ապրում եք հավիտյան, այսպիսի արժեք ուներ։ Այսպիսի արժեք ուներ Քրիստոս զոհը, ամեն։ Եկ մի բան նայենք, Քրիստոսը որպես հոգևոր առաջնորդ եւ ուսուցիչ հանդիսանում է անվերապահ սիրո, զոհողության եւ հոգատարության կատարյալ օրինակ նախ առաջինը հայրերի համար։ Համաձայն եք, հայրերի համար, փառք Աստծուն։ Եվ ուզում եմ մի բան էլ նայենք։ Քրիստոսի կերպարը յուրաքանչյուրին սովորեցնում է լինել պատասխանատու, ներողամիտ, պաշտպանող եւ անձնվեր, ինչը բնորոշ է իդեալական հոր մասին։ Մենք կամաց մոտենում ենք հայրերին կոչ անելու, այո, բայց երկու հատ համար եբրայացիս եւ եփեսացիներից էլ նայենք եւ անցնենք առաջ։ Ուստի մենք էլ, ասաց Պողոսը, որ վկաների այսքան բազմություն ունենք, մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեզ դյուրավ պաշարող մեղք եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրված ասպարեզի ընթացքը։ Գիտեք ինչ ասում, բաց թող ասում, խնդրում եմ համարը հետ բերենք, ուստի մենք էլ, այսքան վկաների բազմություն ունենալով հանդերձ ասում, եկեք մեզ գրաված, մեզ բռնած, մեզ նեղացրած, մեզ պաշարող մեղքը դեն գցենք, բացի նրանից, որ ասում է դեն գցենք, եւ համբերությամբ վազենք մեր առաջին դրած ասպարեզի ընթացքը, Պողոս առաքյալը այստեղ ցույց է տալիս, որ գիտեք մենք ծնողներս եւ ընդհանրապես ցանկացած անհատ, այստեղ նախ առաջին անհատի համարը, բայց միևնույն ժամանակ մենք ծնողներս հաճախակի վիրավորվում ենք, չէ՞, մեր երեխաներից։ Լավ չնայեցին, լավ չզանգեցին, լավ չհիշեցին մեզի, շուշուտ չզանգեցին, պատասխանելուց բարձր ձայնով պատասխանեցին, կամ այս ամբողջը նեղացնում է մեզ, այո։ Բայց այս ամբողջը պիտի չծնի քո մեջ ատելություն, վիրավորանք, թշնամություն այդ երեխայի նկատմամբ։ Հարցը նրանումն է, որ նա երեխա է, դու էլ հայր։ Հարցը նրանումն է, որ նա երեխա է, դու էլ ծնող։ Ծնողը երեխայից տարբերվում է իր մեծությամբ, այո։ Եբրայացիներից թղթում ասում է, ուստել, չէ, ես եփեսացիներն էի ուզում, հետ գնանք եփեսացիները։ Այստեղ, ներողություն, եփեսացի համարը չի։ Լավ, մտիկ անենք հավատքի զորագլխին եւ կատարողին, այս եմ ուզում տեսնենք, մտիկ անենք մեր հավատքի կատարողին եւ զորագլխին, այսինքն նայեք, ես չգիտեմ ամեն մարդու համար ով է օրինակ կամ էտալոն, լավ հոր, լավ մոր, լավ անձնավորության, Աստվածաշունչն ասում է բաց թող բոլորին, ոչ մեկ էլ էտալոն չի, համաձայն եք, ես երկրի վրա իդեալական հոր չեմ հանդիպել, ես երկրի վրա իդեալական մոր չեմ հանդիպել, նո. Ինձ համար իդեալական հայրը եւ իդեալական մայրը Հիսուսն է։ Ամեն։ Որովհետեւ եթե դու մարդ ես ու ծնված ես մարդուց, դու արդեն չես կարող իդեալական լինես։ Նեղվեցիք, որ ասեցի իդեալական։ Դե լավ, ոչինչ, մի նեղվեք, բայց ուզում եմ ասեմ, որ դուք իդեալական չեք։ Համաձայն, փառք Աստծո, մեկը ապաշխարեց արդեն։
Ուրեմն մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին Հիսուսին, որ իր առաջին նկատում եք մենք մեր մասին ինչ կարծիք ունենք։ Ուրեմն որ իր առաջին դրված ուրախության փոխանակ խաչը հանձնարավ եւ ամոթն արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Այսինքն այս պատմությունը մեզի մեկ անգամ եւս նորից տանում անտեղ այդ թոլաթին, Քերմեսի որդին, որդան Կարմիրին, այն պատմությանը, որ նա ինքը խաչը բարձացավ, ինքնակամ բարձացավ ծառը, ինքնակամ մնաց ծառի վրա, ինքնակամ թույլ տվեց, որ մարդիկ իրան նվաստացնեն, նա թույլ տվեց, որ իր արժանապատվությունը զրոյի հասնի, որտեղ մարդը թույլ կտար, բայց Հիսուսը թույլ տվեց հանուն իր որդիների, հանուն ապագայի մեծ եւ հզոր միլիարդանոց ընտանիքի համար, աշխարհի ամենասուրբ, ամենաազնիվ, ամենաբարի անձնավորությունը իր կյանքը տվեց մեծ ընտանիք ունենալու համար, որպեսզի նրա արյունով մենք կերակրվենք։ Գիտեք, այս պահին մի հատ պատմություն հիշեցի 88 թվականին, երբ լննականում երկրաշարժ եղավ, ես մի հատ շատ հուզիչ պատմություն եմ հիշում, հնարավոր է պատմեմ ձեզանից շատերն էլ, երբ փլատակները եղան, մի կին իր երեխայի հետ, նորածին երեխայի հետ մնացել էր փլատակների տակ, այդ բալկան ընկել էր իր ոտքերին եւ ոտքերը լղջվել էր, մենակ կարողացել էր երեխային գրկած պահել, գիտես ինչ էր արել, քանի որ մի քանի օր փրկարարները չէին կարողացել իրան գտնեին, կտրտել էր իր ձեռքերը եւ արյունով կերակրել էր երեխային։ Երբ փրկարարները գտան, դուք պետք է տեսածնեք, ինքը շատ է ելույթ ունեցել, երբ փրկարարները գտան իրան, հանեցին, փրկեցին իրան էլ երեխային էլ, բայց ինքը զրկվեց երկու ոտքերից, որովհետև այդ ծանրությունը ընկել էր իր վրա, բայց փորձել էր ամեն կերպ իր արյունով կերակրել, սենց բանել էր կան, հա։ Ծնողը դա ուրիշ մի բան է։ Երբ խոսում ենք ծնողի մասին, հնարավոր է որոշների մոտ բարձրանան նեգատիվ հիշողություններ կամ փորձառություն են ունեցել հոր նկատմամբ, մոր նկատմամբ բացասական, բայց ես այս առիթով շատ կարևոր բան ունեմ ասելու։ Մինչ հայրերին դիմեմ, թույլ տվեք դիմեմ որդիներին։ Ես ուզում եմ այստեղից դու սա վերցրած գնաս անպայման, որովհետև եթե դու սա անես, դու լինելու ես օրհնված։ Ես ամեն անգամ շատ հաճախակի ասում եմ հետևյալը. ես չեմ բարձացել այստեղ ձեզ կյանք սովորեցնեմ, ես բարձացել եմ իմ սխալների մասին ձեզ հետ խոսելու, որ նույնը դուք չանեք։ Այո, ես այստեղ չեմ բարձացել ձեզ կյանք սովորեցնելու։ Ուղղակի ուզում եմ ասեմ, այն սխալները, որը ես արել եմ, դու չանես, բայց իմ կոչն է այստեղ ներկա առայժմս բոլոր որդիներին, որոնք գտնվում են դեռ ընտանիքներում եւ հոր կամ մոր խնամքի տակ։ Ես հարց կուզեմ տամ ձեզ։ Դուք չեմ կարծում, որ կա տենց մարդ, որ այս հարցին այո պատասխանի, դուք ուզում եք համարվեք անպատիվ անձնավորություն հասարակության մեջ, հա, ուզում եք ձեր պատիվը մարդկանց մոտ կորցնեք, չէ, ուզում եք, կա ստեղ մեկը, օրինակ մեկը կարող ասի ես ուզում եմ, կամ մարդ, որ ուզում է իր պատիվը հասարակության մեջ, ընտանիքում, դպրոցում, աշխատանքի վայրում կորցնի, չեք ուզում, դուք ուզում եք ձեր պատիվը մնա, այո, բայց դրա համար մի բան է պետք անել, լսեք, այն ծառը, որ կոտրում է իր արմատները, այն կչորանա բոլորից շուտ, իսկ քո արմատները քո ծնողներն են։ Եթե դու այն մեկն ես, որ կարող ես հրապարակայնորեն ամեն տեղ, որտեղ կանգնես, այնտեղ խայտառակես քո ծնողներին, հորդ, հիմնականում առաջին սանդղակի վրա հայրն է։ Մայրերը շահել են այդտեղ, ավելի շատ հայրերին են խայտառակում, քան մայրերին, խայտառակել քո հորը, խայտառակել քո մորը, բոլորի առաջ, պուբլիչնի։ Հրապարակայնորեն խայտառակել քո ծնողներին եւ ասել, գիտեք, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես իմ կյանքում եթե չեմ կայացել ու չեմ դարել որևէ մեկը, մինչդեռ ես կարող էի լավ մարդ դառնայի, կարող էի լավ կրթություն ստանայի, այ որ հայրս խելքը գլխին մարդ լիներ, այ որ հայրս իր տեղում լիներ, ես այսպես չէի լինի, այնպես չէի լինի։ Հենց ուզում եմ սկզբից ասել, եթե նման մտածելակերպ ունեցող մարդ ես, դու քո արմատները խայտառակող մարդ ես, որովհետեւ եթե դու խոսում ես քո ծնողի մասին, այս բաները, դու արմատներիդ մասին ես խոսում, ու եթե խայտառակում ես քո ծնողին, խայտառակում ես քո արմատները։ Եվ եթե ես լսեի քեզ, ապա իմ դիմացի կանգնածի որ քո դիմաց կանգնած է, իմ ենթագիտակցության մեջ կմնար հետևյալը, դու անհաջող անձնավորություն ես։
Ինչու, որովհետև դու դառը հոգի ունեցող մարդ ես եւ քո մեջ չի կարա երբեք լավ պտուղ լինի, քանի որ քո ծնած բերած ծնողին կարող ես խայտարակել։ Մենք բոլորս դա արել ենք։ Մենք բոլորս թույլ ենք տվել սխալները, բայց հիմա եկել է ժամանակը դա շտկելու։ Քո կյանքում երբեք արևը լիակատար չի ծագի, եթե դու ծնող խայտարակող ես։ Դու կունենաս միշտ խնդիրներ, դու կունենաս միշտ խնդիրներ, ու դու կասես ինչու ես այսպես։ Ես ասում եմ, եթե նույն անձնավորությունը հակառակ բան ասեր ինձի, սկսեր պաշտպանել, գիտեք, մարդիկ կան, որ լավ էլ գիտեն իրանց ծնողները ինչ են իրանցից ներկայացնում, նկատել եք ծածկում են։ Իմ պապաս, կարող է պապան է պապայի նման չի, իմ մամաս, հա? Բայց դուք նկատել եք իրանք ծածկում են։ Եթե նման անձնավորությունը իմ մոտ իր արմատները այտենց կծածկեր, էլի այդ անձնավորության ասած խոսքերը իմ ենթագիտակցության մեջ կմնային որպես հետաքրքիրը։ Սա մի անձնավորություն է, որին կարելի է կոչել հուսալի մարդ, կայուն գործընկեր, վստահելի անձնավորություն, որովհետև եթե մեկը արմատներն է իր ծածկում, սրա հետ կարող ես գործ բռնել։ Բայց եթե մեկը իր տնեցին կին է, նա հայտարարեց, մերկացրեց, քեզ 100%-ով է անելու, համաձայնեք։ Ես ուզում եմ ասեմ, որ հնարավոր է ձեր հայրերը իրենց երիտասարդ կյանքում իրենց անհաջող են պահել։ Ես չեմ բացառում դա։ Ես այստեղ ֆանտաստիկ բաներ չեմ ուզում խոսել։ Այո, այդպես կարող է լինել։ Կարող է լավ չի պահել իրեն։ Կարող է քո հայրը հեռացել է քո տնից։ Թողել է մորդ եւ ձեզ փոքր հասակում եւ գնացել է եւ ապրել է, կլինի Ռուսաստաններ կամ չգիտեմ այստեղ որտեղ, որ նահանգը եւ այլն, հարբեցող է եղել, աշխատող չի եղել։ Հիմա դուք ասես, ինչ է սրա տակից անելու։ Սրա տակից ինչ ես անելու։ Ես ուզում եմ ասեմ ինչ եմ անելու։ Մենակ նրա համար, որ քո հայրը եւ մայրը քեզ կյանք են պարգևել ու դու հիմա որ կաս, դու կաս իրենց շնորհիվ։ Սրա համար այսուհետև ծածկիր արմատներիդ։ Մնացածը քո հայրը ինչպիսի հայր է եղել, վատը թե լավը, թող Աստված իր հարցերը լուծի, անպայման լուծելու է։ Բայց որպեսզի քո կյանքում գան օրհնություններ, այսօր, երբ մենք կկանգնենք աղոթքի, ես ուզում եմ քո սիրտը շտկես քո հորդ նկատմամբ։ Քո սիրտը շտկես քո մորդ նկատմամբ, լավ, որովհետև ասելիքս ստեղ ուշադիր լսի, դու չես կարա օրհնված ծնող լինես, եթե անարգում ես քո ծնողին, եթե դու պախարակում ես քո ծնողներին, մերկացնում ես նրանց սխալներն ու բացերը, հավատա, հանկարծ չմտածես, որ դու լավ ծնող ես լինելու, դեռ պիտի հələ հասցնես լինես լավ ծնող, իսկ այդ ամեն ինչի վերև կանգնած է Աստված։ Բայց ես քեզ կարճ ճանապարհ եմ ցույց տալիս։ Եկ այսօր այդ վիրավորանքից, այս օրվա կապակցությամբ ազատվիր, արձակիր քո հորը, ների քո ծնողին, եթե անգամ ինքը հիմա քեզ հետ չի, կամ եթե ձեր տանն է, քեզ հետ է, հիմա այստեղ այս նույն դահլիճում է միգուցե, դու իրավունք չունես նրան խայտարակելու, դու պարզապես իրավունք չունես։ Լսում եք, ես մի քիչ առաջ ասացի, եկեղեցուց պետք չէ դուրս գալ տպավորված, եկեղեցուց պետք է դուրս գալ էֆորիայի մեջ, եկեղեցուց պետք է դուրս գալ խրատված։ Այո, եւ եկեղեցին այնտեղն է, որ այս արժեքավոր խրատը կտա որդիներին։ Դու իրավունք չունես դատելու քո հորը։ Դու այդքան չկաս, որ քո հորը դատես, եթե անգամ նա սխալ է։ Նա ունի դատավոր, եւ նրա դատը Աստված այնց կտեսնի, որ դու կարող ես խղճաս, թե ոնց Հիսուսը դատեց նրան, բայց դու մաքրի ձեռքերդ այսօր։ Եվ անպայման գտիր քո հորը։ Եթե ես կգտնեի ուղղակի, ես կգտնեի իմ պապայիս եւ անպայման կասեի. դու երիտասարդ ես եղել եւ անպատրաստ ես եղել ամուսնության համար, դրա համար դու անհաջող ընտանիք ես ստեղծել, լավ պապայություն չես արել, կա չէ պապայա, մեծ մարդը բայց ջահելություն անում, դրան խիա ամուսնացել, դետի ջահելություն աներ, ասել չէ տենց խմում ապար, ուր է ընկերներիս հետ, չկա ամուսնանալուց հետո ընկերներ, քո ընկերը քո կինն է, քո ընկերը քո երեխեքն են, այս անձնուրաց կյանքը, այս են ծառը բարձացող ինքնակամ անձնուրաց կերմեսի որդն է, որ բարձանում է, թող վատ լինի ինձ, բայց երեխեքս կերակրված լինեն, բա ուր է աշխատավարձը տաղերքով վավակվեցիք, ոնց տաղերքով վավակվեցիք, երեխաները դպրոց են գնում, երեխաները բազմաթիվ կարիքներ ունեն, հələ մեր տան դիվանները նայի, նոյի երեսը տեսած դիվանը, նոյն էլ նստել ես դիվանի վրա, հասկացար, բա ուր է քո աշխատավարձը, տաղերքով բնձե մի սովորացրեք եւ այլն, սա
բորբոքումը ընտանիքին մի արեք։ Աշխարհում ամենալավ տեղը, որ դու ունես, դա քո ընտանիքն է։ Հələ մի հատ նայի, ամենաքաղցր տեղը, ամենահամով տեղը, ամենաօրտնված տեղը, ասա որ ինչքան էլ հոգնած գաս են տաղերքի հետ էլ որ նստեք երեք խմել ես, ձեր դիվանն ես ուզում, որ մտնում ես մեջը, նստում ես, հենց իջնում ես ներքև, բայց ոչինչ, թող մեր դիվանը լինի, սենց ընկանք մեջը, ուրա տապաշկիս միթայը, ոչինչ ես միթայով հակածեթում ես, այն միթայն էլ հələ տնեցիք 20 րոպե մանեն գարի, տնով տեղով ուրա միթայը, բայց դա քո տունն է։ Այո, դա քո տունն է։ Դու սիրում ես այդ դիվանը, որ նոյն էլ անստե, ալելույա։ Բայց դա քաղցր դիվանը, ասա։ Մի քիչ առաջ տղերքի հետ նստած եք մի հատ օբյեկտում բաժետում խմում եք, բան, սենց օբյեկտից ելար ու ասացի, ու խոյ Երանի շուտ հասնեի տեղ է նոյի դիվանու վրա նստեի, սանց հետո այդ հին դիվանների անունը կդնեք նոյի, որ տնից ուզանակ դիվան անեք, ասես նոյի երեսը տեսած դիվաններ եկեք փոխենք։ Բայց ամեն մարդ ամեն երեկո աշխատանքից հետո մի տեղ է գնում եւ դրա անունն է տուն եւ դա աշխարհի ամենաքաղցր, ամենաօրտնված տեղն է, որտեղ քեզ սպասում են, ինչքան է որ այդ խոսան, մեկը իմացի մեռնում են քո համար։ Դու տուն չգաս կգժվին։ Հələ քույրերը մի հատ կարան գլուխները բարձ, անենց եք մտե արանքները։ Հələ կարան քույրերը, կուզեք ձեր ամուսիններ ամեն իրիկուն տուն գան։ Մե վերջերը վաբշե ոչ մեկը չի ուզում։ Դուք այդտեղ վերջում հոգնել եք ձեր ամուսիններից, հա։ Ինչ վատ պատկեր ա վերջում։ Իմ մամաս երբեք չէր պարկում քնելու մինչև իմ պապաս տուն չգար։ Երբեք։ Զինվորի պես, սալդատի պես մամաս կանգնած էր, մինչև պապաս տուն չգար, ուզում ա լիներ գիշերվա որ ժամը ինքը տեղաշորջ էր մտնի։ Լավ, սա որդիների համար։ Դուք լսեցիք ինձ։ Ձեր արմատները, ձեր ծնողներն են, չխայտարակեք։ Եթե դու դիմացինի մոտ խայտարակեցիր ծնողներիդ, ոչ մեկ քեզի չի վստահելու։ Իրանց ներսում բոլորն ասելու են, էսի լավ երեխա չի, էսի լավ մարդ չի, սրա մեջ մի հատ բարի պտուղ չկա։ Համաձայնեք ինձ հետ։ Եթե մեկը վերկանագա տնեցիքին, հանի, խայտարակի, մրի, ես այդ մարդուն կասեմ, հաջողություն, էլ չեմ ուզի իր հետ ընդհանրապես գործ ունենամ։ Դու անվստահելի, անհուսալի, անկայուն անձնավորություն ես իմ համար։ Ծածկիր քո արմատները, որոնք քո ծնողներն են, այո։ Սիրելի հայրեր, այսօր փորձել եմ մի փոքր կարճ, ասա որ դու ախացակ որ եսի ասացի, մի փոքր կարճ, ալելույա։ Ես ավարտում եմ իմ խոսքը եւ ավարտելուց առաջ ուզում եմ ասեմ հայրերին հետեւյալը։ Այս տոնի կապակցությամբ, որը կոչվում է հայրերի տոն, նախ շատ սիրել եմ, շատ հավանել եմ այս տոնը, բայց ուզում եմ ձեզ ասել հետեւյալը։ Միգուցե քչերն են, սիրելի եղբայրներս, հասկանում ձեր լուր դերը ձեր ընտանիքում։ Դուք լուր եք, կանայք ավտոմատ, ինքն էլ անաստված ավտոմատ։ Atենց են թե չէ, կա ավտոմատ, կա անաստված ավտոմատ։ Բոլոր եղբայրները ոնց ուրախացան, ինչ լավ օր է այսօր։ Գոնե մեկը, շատ լավ օր է, գոնե մեկը իրանց կողմից խոսած բոլոր եղբայրներս ուրախացան։ Կա անաստված ավտոմատ, որ մտնում ես են կալաշնիկովը շարում է ու սկսում վայ անաստված, սպասի, շուրջը քաշենք, ու այդ եղբայրը այդ անաստված պլի մոտից ընդամենը մի բան ասում, ինչ ես ուզում։ Ինչ կա։ Նորից շարը, ոստը ինչ կա։ Ձենդ կտրիվ է, ձեր դերը, ձեր ընտանիքներում լուր է արտահայտվում։ Ձեր պայքարը ձեր ընտանիքների համար անտեսանելի է։ Բայց ես մի բան գիտեմ, մենք հայ ժողովրդի կտորն ենք այստեղ և մենք դպրոցներից սովորել ենք մի բան գրականության դասերից մեծարված մայր։ Մեր հայ բանաստեղծները, հատկապես Շիրազ, մեծարել են մորը, մայրս մեր տան պրարաբն է, մայրս մեր տան ճրակն է, մայրս մեր տան էսա ենա, հերը չկա արանքում, այդ խեղճը գործի ա գնաց է, հասկացակ,
Ես ուզում եմ ասեմ, եթե մայրը ձեր տան ճրակն է, հայրը ձեր տան վահանն է, լսիր, ով կին, եթե ամուսնուդ հետ ես այստեղ, թող փորձի որևէ մեկը ձեր տան վրա հարցակվի, քեզ կպնի, քո երեխաներին կպնի, մի անգամից վահանի պես դուրս ա գալու, սողին տեղը կդնի, պետք եղավ կջարդի կեթափոլիսը, բայց կցույց տա, որ եթե դուք պապա ունեք, արխային եղեք, ես ձեր վահանն եմ, եկեք ծափահարենք հայրերին։ Ես ուզում եմ հարցնել ընտանիքներին, որ դուք տունը ապրանքներ ունեք, պապայի ձեռագիրը մեջը չկա, չէ մամա սա օժիտ տվե, չի պրծե այդ օժիտը, չի հնացե, լսեք, ձեր երեխաներին սովորացրեք հայր հարգել, որովհետև երբ որ նրանք էլ կամուսնանան, նրանք եք սովորացնեն իրենց երեխաներին եւ այդպես ժառանգաբար ձեր ժառանգները կսկսեն լվացվել, մաքրվել։ Դուք ասում եք ժառանգական անեծքների համար կանգնենք ծոմ պահենք, ինչ ես ծոմ պահում, եթե ծոմից հետո նույն սխալն ես անելու, ծոմ մի պահիր, գործի։ Հակոբը դա սովորացրեց մեզ, կախնդիր, շարժվիր, լուծի, լիկվիդացրու դա, համաձայն եք, կա պրոբլեմ, դուր այս ճիշտ դաստիարակությունը դու տեսար էդի մամայիցդ, դու վերցրեցիր, հետո տվեցիր երեխաներիդ, հավատա, ժառանգաբար դա կգնա, եւ երեխաները կսովորեն հարգել հայր։ Հայրը պիտի զանգի ու երեխեն չի կարա չվերցնի։ Լավ։ Հերը տա, կասեն չեք լսել։ Հեր տա, ուզում ասի ուր եք, ընդհանուր բոշաներ, տուն եկեք, որ հաց ուտենք, ասկացակ, ասաց տունա կանչում մարդ, առավոտից գնացել են չեն գալի տուն, ուզում ասի լավ ասացի չհասկացակ, բայց ուր եք, ես ես բոշայի առիթով մի հատ բան պատմեմ ձեզ, գիտեք տարիներ առաջ ամուսնուս ասեցի, 10 րոպեով գնում եմ խանութ, իջնում եմ մեր կայարանի արևիկը գամ, դա տևեց 4 ժամ, ես հարևանուս հետ գնացինք մենք, այս արևիկից մարևիկը, արևիկից բարևիկը, և ես 4 ժամ կորցրեցի ճանապարհներին, և հանկարծ այս մայթում եմ կանգնած, Սասունցի դավթի կայրանը ով ա տեսե արձանը, ես ես մայթում եմ, այն մայթից մի հատ մեկը գոռում ա, չեմ էլ իմանում ով ա, գոռում ա, բոշա, ասեցի ինչա, կողքից քույրն ասեց, խի հեր դարար ասեցիր ինչա, ասեցի ինձ թվաց թե ամուսինս ա կամ մեկն ա, մեկի միջոցով հրգել ասма 10 րոպեում արևիկը թե ինչ դարավ, 4 ժամը մնացել ես փողոցներում, բոշը ասեցի, ինչա, ասեցի վայ ամուսինս կանչում ա, 4 ժամը դուրսնեմ, հիմա էսա, պապան զանգում ա, մի վեկալ, բայց արդեն գրեց քանի ժամը դուրսնեք, ես ուզում եմ որպեսի իմանաք, իրանք ես ամեն մի դետալը ֆիքսում են երեխեքը, հետո գնալու են քո խաղերը իրա նոր տան մեջ անելու, այդ երեխեքը որ մեծանան, ում տղեն ես դու, ասա մամայի, առանց պապայի դու ոնց եղար մամա, եթե մեկը մորանում է ժամանակ առ ժամանակ, թեթևի մեջ հիշացրեք, առանց պապա ոնց դու դարար մամա, ես խնդրում եմ, Revival Church եկեղեցու ընտանիքները պետք է սովորեցնեն իրենց երեխաներին հարգել ծնողներ, այստեղ ոչ մի հայր պետք է գլուխը կախ ման չգա։ Լավ, այստեղ պետք է իմանան երեխաներին ազատ թողեն եկեղեցի, որ ամեն հայր իմանա, անպայման իմ ընտանիքս եթե այս եկեղեցումը այստեղից կերակրված, խրատված, դաստիարակված տուն կգնա։ Այո, որպեսզի ձեզ ամուսինս չի թողնում գա եկեղեցի։ Եկես լավ պահի թողի։ Հələ գնա փոխվի, ցույց տու, որ այդ խոսքը փոխելա քեզի, ամուսինդ մոմա վառելու առաքելական եկեղեցու պատերի տակ, որ դու եկեղեցուց դուրս չգաս, այս եկեղեցուց։ Համաձայն եք, որովհետև տեսնելու է, որ այն ինչ իրան չհաջողվեց մի կյանքում անել, խրատեն, բայց Աստծո խոսքը ակուրատնի, ով է սիրում, որ Աստված խրատում է իրան, ով է սիրում, որ Աստված ծեծում է իրեն, ասեք, որ ծեծելն էլ է օրհնալ իրան, ամեն, շատ լավ։ Սիրելի հայրերս, ես գիտեմ, որ ընտանիքի ապահովությունը ձեր վրա է, այո, գրիպ եք, գրիպ չեք, ով ա ձեզի բանի տեղ դնում, պիտի գնաք գործի, տրամադրություն ունեք, չունեք, պիտի գնաք աշխատանքի, որովհետև 1 կիլոմետրանոց բիլերը ձեզ են սպասում,
Եվ դուք վատ եք զգում, թե լավ, ոչ մեկին չեք ասում։ Ձեր գլուխն է ցավում, դուք տրամադրություն չունեք, դուք եք սաղ լուր։ Ես ասում եմ, հոր դերը ընտանիքում արտահայտվում է լուր։ Դուք գնում եք, որտեղ գիտեք, որ ձեր ընտանիքը սոված կմնա, եթե դուք չգնաք։ Ձեր երեխաները չեն կարող առաջ շարժվել որևէ մի հարցում, եթե պապան չվճարի։ Ամեն։ Ուզում եմ հայրերին մի հատ սաղմոս ասել։ Սաղմոս Ինչպես որ հայրը կգթա իր որդիներին, այնպես գթած է Տերը իրանից վախեցողների համար։ Այո, ուզում եմ որ լինեք գթացող հայրեր, լինեք ողորմած հայրեր, լինեք սիրող հայրեր։ Երիտասարդության տարիներին շատ բաներ է բաց թողնված։ Ինչը որ եղել է, արդեն եղել է։ Սիրելի որդիներ, զավակներ, ուզում եմ ձեզ ասեմ, որ դուք մեղադրում եք իրանց, որ իրանք երիտասարդ տարիքում իրանց լավ չեն պահել, դուք ձեզ լավ պահեք։ Դուք ձեզ լավ չեք պահում միգուցե։ Հիմա էլ իրանք էլ ձեզ են դիմանում, այնպես որ պետք չի ոչ մեկին դատել։ Քո հայրդ այնը ինչ կա, դու ունես այն, ինչ արդեն ունես, եւ դու քո հայրն ես։ Երբեք մի ասա ուրիշի պապաները, մի նվաստացրու իրան։ Ուրիշի պապաները ես են առնում, քո պապան էսքան առնում։ Այդ ուրիշի պապան կարող է լավ բաներ առնում, լսի, բայց հետո կարող է մի հատ պատահական մի հատ օր իմանաս, որ այդ ուրիշի պապան էլ չկա, գնացել է տնից կամ մահացել է այդ մարդը, քո պապան կարող է միջին աշխատավարձի տեր մարդ է, բայց միշտ քո հետ է։ Տերը նրան պահել է, այնպես որ ոչ մեկի հետ երբեք չհամեմատվես։ Դու ունես այն, ինչ Աստված տվել է քեզ։ Այո, դրա համար բոլոր նրանք, ովքեր այստեղ հետագայում ընտանիքներ կկազմեն, ես ուզում եմ, որպեսզի նրանք նույնպես լսեն։ Հիսուս Քրիստոսը դա լավագույն հորկերպարն է։ Մենք արդեն այդ մասին խոսեցինք։ Եվ ուզում եմ, որ իմանաք, երեխան մենակ հացով եւ ջրով չի կերակրվում։ Ինչպես Աստծո խոսքն ասում, որ մարդը մենակ հացով եւ ջրով չի կերակրվում, ապա Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով եղեք քահանաներ ձեր ընտանիքում, եղեք Հիսուսի պես առաջնորդներ ձեր ընտանիքում, անպայման երեխաներին ուղղորդեք եկեղեցի, անպայման նրանց ձեռքը բռնացեք եկեղեցի։ Ես այստեղ շատ երեխաների եմ տեսել, ես այնքան կուզեի այդ հայրերը եւ այդ մայրերը տենային այդ երեխաների աղոթքը, որ նրանք մանկական իրանց այդ մրմնջոցով այդ աղոթքի խնդրել են, որ իրանց պապաները դարձի գան։ Դա պիտի շարժի ձեր սիրտը։ Ես հիշում եմ Գոհարիկի տղաները, երբ որ նոր էին եկել, փոքր էին, փոքր էր, շատ փոքր էր, բայց մեծը մի երևի 3 տարեկան էր, այո, մի օր մոտեցավ ինձ, փեշիցս քաշեց եւ ասեց. Գիտես ինչ եմ ուզում Հիսուսից։ Ասացի ինչ ես ուզում։ Ասեց ուզում եմ, որ պապաս գա եկեղեցի։ Ասացի արի իրար հետ աղոթենք, մենք այդ օրը լիձեռական էինք սկսելու, հիշում եք, բոլորը հիշում եմ, վեր կացա, ինքներ կանգնեց, ուրեմն մի 10 աթոռ եմ շարել, իրան դրել եմ վերև, իրար հետ կանգնել ենք եւ սկսեցինք աղոթել։ Տեր, ասեցի հավատում ես, որ աղոթես պապատ կգա։ Ասեց հա, հավատում եմ, սա զինվորի պես։ Մեծին ես ասում, չի հավատում երեխա է, մանկան, հա, հավատում եմ։ Աղոթեցինք եւ այսօր նրա պապան այստեղ է։ Եկեք ծափարենք իր պապային։ Սիրելի եղբայրներս, թող Աստված ավելացնի ձեր ուժը եւ ձեր կարողությունը, եղեք առողջ, եղեք օրտնված եւ RCOH եկեղեցու երիտասարդները մի փոքրիկ քաղցր բան են պատրաստել ձեզ համար, մնացեք ձեր նստած տեղերում, նրանք սրանք կբերեն ձեզ, որից հետո մենք կաղոթենք ձեզ համար։ Շնորհավորում եմ բոլոր հայրերին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ուզում եմ ասել, որ աղոթքից հետո կխնդրեմ բոլորդ շարժվեք դեպի նախասարան, որտեղ հայրերի պատվին հյուրասիրություն է կազմակերպված։ Այս փոքրիկ քաղցրերն էլ անպայման երբ վաղը կամ երեկոյան սուրճ կխմեք, կհիշեք, որ սա եկեղեցին սիրով տվել է ձեզ, որպեսզի այս քաղցր, այս նվերը սիմվոլ լինի ձեր քաղցր հայրության։ Լավ, հաճախեք եկեղեցի։ Թույլ տվեք այս բանն ասել, դուք երբեք չեք կարող լինել լավ հայր առանց Հիսուսի։ Դուք կտանջվեք, դուք նրանց համար կարող է շատ բաներ անեք, բայց այ որ նրանց սիրտը գրաված լինեք, եղեք Աստծո տանը, եղեք եկեղեցում, թող նրանք տեսնեն ինչպես են իրենց հայրերը երկրպագում ամենամեծ հորը, ամենաբարձր հորը, թող տեսնեն ինչպես իր հայրը իր ձեռքերը պարզած վերև երկրպագում Աստծուն, այդ երեխան ապահով է։ Որ տենալու է իր պապան աղոթում է, որ տենա իր պապան հուզվում է, որ իր տենա պապան ծառայում Աստծուն, որ տեսնի իր պապան Աստվածաշունչը ձեռքը կանգնած է եկեղեցում, տանը աղոթում է, այդ երեխան ապահով է լինելու։ Եթե չեք կարող նրանց սարեր նվիրել, ինչը սկի պետք էլ չի,
Նվիրեք նրանց այն գեղեցիկ հիշողությունները, որ նրանք մի տեսանկյունից կամ տան մի անկյունից կնայեն հորը աղոթելուց, հորը կարդալուց, հորը եկեղեցի հաճախելուց, ամեն, եկեք աղոթենք, հալելույա, փառք Տիրոջը։ Ուզում եմ, որ դու քո կանգնած տեղում բարձրացնես քո ձեռքերը, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, եղեք օրհնված, եղեք ուժեղ, թող Տերը պաշտպանի ձեզ, դուք անգնահատելի մարդիկ եք ձեր ընտանիքներում, ձեր ընտանիքների վահանը, ձեր ընտանիքներում անտեսանելի պատերազմներ եւ անտեսանելի պայքարներ տանող լուր մարդիկ։ Թող Տերը ել ավելի որակավորի ձեր հայրությունը, երկնային հայր, մեր սքանչելի, մեր հրաշալի հայր։ Մենք եկել ենք քո առջև եւ մեզանից ամեն մեկը իր կյանքի մի հատվածում, երբ որ քեզ ընդունեց, մի հատ բառ ասեց՝ հայրիմ, հայրիմ, երկնային, քո անունը սուրբ լինի։ Մենք քեզ ուրիշ բառերով չդիմեցինք, մենք քեզ դիմեցինք հայր մեր, որովհետև մենք սրանով Տեր հայտարարեցինք երկնքի եւ երկրի մեջ, թե մենք այսուհետև ընդունում ենք քո հայրությունը։ Ես տարիներ առաջ ընդունել եմ քո հայրությունը, Տեր, եւ ես չեմ փոշմանում։ Ես մինչեւ այսօր չեմ կարոտում ծնողական խնամքին, որովհետեւ դու ծածկել ես ինձ այդ խնամքով։ Աստծո խոսքում, քո խոսքում գրված է, ես ինչպես մի հայր եւ ինչպես մի մայր եղա քեզ համար, դու եւ հոր եւ մոր զգացողություններ ունես, պետք եղավ մոր պես կծառայես, պետք եղավ հոր պես, պետք եղավ քո քնքուշ ձեռքերը, քո մեղմ ձեռքերը կշոյեն մեզ մեր ցավի մեջ, պետք եղավ մեր պայքարների մեջ կվերցնես սպառազինության զենքերը, կբռնես վահանը քո ձեռքին ու կպաշտպանես մեզ, որովհետև մենք քո վահանի հետևից գոռում ենք, հայր մեր, պաշտպանիր ինձ, հայրիմ, օգնիր ինձ, հայրիմ, խնայիր ինձ։ Աղոթում եմ Տեր, որ Revival Church of Hollywood եկեղեցում այս պահին ներկա գտնվող բոլոր հայրերիս օրհնես Տեր, բարձրացնես նրանց եղջյուրը իրանց ընտանիքում, առաջին իրանց որդիների մոտ, աղոթում եմ նաև այն որդիների համար, որ այստեղ նստած են, լսում են, որպեսզի երբեք նրանցից որևէ մեկը այլևս չջարդի իր արմատները, որովհետև անպայման ինքը կչորանա։ Ես աղոթում եմ, որ մեր երեխաները լինեն խրատված, Աստծո խոսքով կրթված, պատվեն իրենց առաջի հերթին երկնային հորը, հետո պատվեն իրենց բիոլոգիչսկի հորը, պատվեն ծառայեն, որովհետև նրանք Տեր մեծանում են արդեն եւ որդիների խնամքի կարիքն են զգում։ Ուրեմն Տեր, հայրերին էլ տուր այնքան իմաստություն, որ այն ինչ որ երիտասարդ տարիներին արել են սխալներ, այդ նույնը չկրկնեն հետո ապագայում, որպեսզի կարողանան արժանանան իրենց որդիների ուշադրությանը, Տեր, տուր նրանց իմաստություն, վերին իմաստություն, որով կկառավարեն իրենց ընտանիքները, որով կծառայեն իրենց կանանց, որով կծառայեն իրենց որդիներին եւ ինչու՞ չէ օրինակ լինեն որդիների որդկանց համար։ Աղոթում եմ եւ քո առջև բերեցի այս եկեղեցու բոլոր այստեղ ներկա կանգնած հայրերին, ապագա հայրերին, հոգևոր հայրերին, բիոլոգիչսկի հայրերին, Տեր, օրհնես բոլորին, Տեր։ Մենք շնորհակալ ենք, որ մեր եկեղեցում ունենք հայրեր։ Շնորհակալ ենք, որ մեզ տվել ես այսպիսի հրաշալի պապաներ, ընտանիքին նվիրված անձնավորություններ, հավատարիմ իրենց կանանց համար, հավատարիմ իրենց ընտանիքին։ Հիմա որ նրանք արդեն քո մեջ են, Տեր, հիմա նրանք որ ամեն անգամ կերակրվում են քեզանից, Տեր, ուզում եմ, Տեր, օգնես, որ իրականում նրանք զգան, որ դու ես իրանց գլուխը, եւ իրանք սնման միակ ու ճշմարիտ աղբյուրը դա այդ գլուխն է, որն է Քրիստոսը։ Դու այսօր նրանց բոլորին սովորացրեցիր
ես նվաստացա, որպիսի իմ վերքերով, իմ թափածարյունով, իմ մարմնով կտրտված դուք ապրեք։ Ես որդի եմ, ոչ թե մարդ։ Դու սովորացրեցիր այսօր մեզ, որ դու կորցրեցիր հատուկ քո արժանապատվությունը մենակ քո զավակներին, Տեր, փրկելու համար։ Դու ամենն արեցիր ինքնակամ, քո ամբողջ կյանքը մեր համար կոչվում է զոհաբերություն։ Եվ ես աղոթում եմ, որ օգնես, Տեր, որպեսզի մեր այստեղ ներկա գտնվող բոլոր հայրերը նույնպես հասկանան, եթե հայր ես, ուրեմն զոհաբերող ես քո ժամը, զոհաբերող ես քո հաճույքները, զոհաբերող ես քո օրը, զոհաբերող ես քո ֆինանսները, քո ուժը, քո կարողությունը, որ որդիներդ քեզանով բարձրանան, որդիներդ քո քրտինքը տուտեն, որդիներդ քո քրտինքից մեծանան։ Շնորհակալ եմ բոլոր հայրերի համար, շնորհակալ եմ քո համար, որ դու մեր սուրբ, օրինակելի, աննկարագրելի, անուշ ու քաղցր պապան ես։ Քո տունն էլ շնորհավոր, Հիսուս։ Եվ բոլորն ասացին ամեն։